Բարև հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-997-532 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր տաղավարում հյուր ընկալել եմ գնդապետ քաղաքական գիտությունների տեխնացու ռազմաքաղաքական գործիչ Ալեքսան Մինասյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Մինասյան, փորձենք այսօրվա հաղորդման ընթացքում մի քանի հարցերի անդրադառնալ։ Ղարաբաղյան կարգավորման փաստաթղթերի մասին խոսենք։ Բանից պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերը եղավ եւ այդ փաստաթղթերը փաստորեն հրապարակեց։ Առաջինը, որպես զինվորական, ուզում եմ լսել ձեր տեսակետը Մեղրի Ղարաբաղ այս փոխանակման վարկածի մասին։ Թեև փոխանակման տարբերակի շուրջ անորոշություն է եւ փաստաթուղթ գոյություն չունի, բայց ամեն դեպքում հանրության մեջ այդ օգտագործվում է քաղաքական բանավեճերում եւ ինչպես հասկանալ, արդյոք իրոք անվտանգ կլիներ Մեղրիի դիմաց Լաչին Շուշիի ամրագրումը։ Հարցը այսպես անկախ ամեն ինչից, որ այդտեղ փուլային էր, պետք է առաջի փուլով այս արվեր եւ ընդ որում սա կա պետք է արվեր այն դեպքում, երբ Ադրբեջանը համաձայնվեր։ Եթե Ադրբեջանը համաձայնվում էր, հանձնում էր մեզ Արցախը, ապա այդ դեպքում Մեղրին փոխանակելու այդ տարբերակը պետք է փաստաթղթերի վրա արդեն ամրագրվեր։ Տեսեք, հիմա հարցին մոտենանք մի հատ ընդհանուր նայելով քարտեզին, մեծ քարտեզին նայելով։ Ինչ էր նշանակում Մեղրին հանձնել Արցախի փոխարեն։ Արցախի դիմաց պետք է հանձնվեր։ Մենք ընդհանրապես ունենք 4 սահմանային պետություն։ Ճիշտ է։ Հիմա եթե մեկը պակասում է, այսինքն 25%-ը մեր սահմանի պակասում է։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր համար այդքան էլ վստահելի ոչ բարեկամ հարևաններ են, կարելի ասել պետություններ էին։ Մնում էր այսինքն միայն Վրաստանը, բայց մենք տեսանք պատերազմի ժամանակ Վրաստանը նույնպես թույլ չտվեց, որ իր սահմանով զենք տեղափոխվի։ Հիմա ստացվում է այնպես, մնում էր միայն Պարսկաստանը, որը քիչ թե շատ համարվում էր իր կամքի տերը, որովհետև մենք գիտենք Վրաստանին ես չեմ մեղադրում, նա փոքր պետություն է, մեր պես եւ նրա վրա ազդեցություն թողնելը բավականին շատ է, այսինքն գերտերությունների ազդեցությունը նկատի ունեմ ես։ Դրա համար էլ երբ որ մեր ճանապարհը փակվեց եւ մենք չկարողացանք պատերազմի ժամանակ զենք տեղափոխել, շատ հասկանալի էր։ Ես անձամբ չեմ նեղացած վրացիներից։ Բայց հիմա եթե քարտեզը վերևից այսպես նայում ենք, ստացվում է մենք ուզում ենք այդ 42 կիլոմետրը նույնպես, չէ, հանձնել, չունենալ, բայց մենք գիտենք առաջի պատերազմի ժամանակ, մինչև 94 թիվ, անգամ հետո էլ, ինչի, անգամ հետո էլ, մենք բավականին մթերք էինք ստանում Պարսկաստանից, մթերք, Պեչենիներ, որ ասում էինք լավը չի, փշրվում, աթունավորված է, անուններ էինք դնում, բայց մենք դա նույնպես չունեինք, չէ՞, փաստա դա։ Մեր երեխաները այդ ամենով մեծացան։ Այո, համաձայն եմ ձեր ասածի հետ, այո, մեր երեխաները այդ ամենով սնվեցին, սոված չմնացինք, կոպիտ ասած։ Այդ այն ժամանակահատվածներ, որ հացը քարտերով էր տրվում, հիշում եք այդ ժամանակահատվածը։ Եվ միակ բանը, որ դու կարող էիր, ասենք, փողի դիմաց առնել, պարսկական եկած այդ սննդամթերքներ։ Հիմա արեք չքննարկենք, լավ ու վատը հարցը ուրիշ է, բայց սոված մնալն ու ասենք անոթի փորը ոչ մեկին ոչինչ չէր տալիս։ Հիմա ես անձամբ, եթե ես այդ ժամանակ լինեի, իհարկե որոշումը պետական պիտի լիներ, ես չէի տա Մեղրին։ Բնականաբար ես չէի տա, բայց անպայման կարգով կաշխատեի, որ Արցախը մնար մեզ, եւ դա մնաց մեզ, ուրիշ խնդիր է, որ մենք դրանից հետո չկարողացանք մեզ դրսևորել ուժեղ բանավակ կարգավիճակի հարց ենք լուծում, այո, անունը փոխեցինք, մեր թուլությունը դրեցինք այլ խնդիրների վրա, կարգավիճակ եւ այլ հարցեր սկսեցինք մոգոնել ու մտածել, այն պարագայում, որ մենք ընդհանրապես պետքա ունենայինք անվտանգային հզոր խնդիր։ Իսկ անվտանգային խնդիրը մենք
Չգիտես ինչի, ցավալի է, բայց մենք միշտ բանակի վրա ենք դա բարդում։ Մենք բարդում ենք բանակի վրա, բայց դուք նայեք, բանակով մենք ունեինք Սփյուռք, որը հնարավորություն ուներ բավականին ինֆորմացիոն դաշտով կերակրել Հայաստանը, որ այդ ինֆորմացիան կարող էր որպես նյութեղեն, որպես ֆինանսական տեսքով, տարբեր տեսքերով կարող էր վաճառվել աշխարհին։ Ես հիմա չեմ ուզում քննարկեմ այն պետությունները, որոնց կհետաքրքրեր դա, բայց ակնհայտ փաստ է, չէ՞։ Մենք այն ժամանակ, որ Մոնթե Մելքոնյան վարժարանը մենք փորձեցինք Վազգեն Սարգսյանի հետ, ինչի փորձեցինք, ստեղծեցինք, փաստորեն, նպատակային խնդիրը գիտեք ինչն էր։ Նպատակային խնդիրը ունենալ հզոր պինդ տղաներ, եւ որը որ կատարվեց իրականում, դրա շարունակությունը եղավ։ Մենք հիմա Իսպանիայում, Ֆրանսիայում ունենք դպրոցներ, թիկնապահական դպրոցներ, այդ դպրոցները հիմա կարող է հարց տակ։ Ինչ կապ ունի թիկնապահական դպրոցը մեր անվտանգային խնդրի հետ։ Թիկնապահական դպրոցում սովորում են, ասենք թեկուզ հենց Ֆրանսիայում կամ Իսպանիայում կամ աշխարհի որևէ այլ երկրում սովորում են հայ երիտասարդներ, տեղային երիտասարդներ, հենց տեղի հայերից եկած, որոնք թիկնապահ ինչ բան է, ինքը նստում է մեքենայի մեջ, բացի այն, որ պաշտպանում է այն մարդուն, որի համար ինքը նախատեսված է, ինքը նաև ականջ է, ինքը լսում է, թե ինչ ինֆորմացիա է խոսվում, չէ՞ որ դա կառավարության անդամ կարող է լինել, դա կարող է լինել մեծահարուստ ինչ-որ ձեռներեց, ամեն ինչ կարող է լինել, չէ՞։ Այսինքն դու ինֆորմացիայի, սա ընդհանրապես ասում են 0.1% ինֆորմացիոն դաշտի, որի համար մենք նախատեսել էինք Մոնթե Մելքոնյանը ստեղծել, որը հետագայում արդեն մենք դա նույնպես մինչև վերջ չտարանք, թուլացրեցինք, չաշխատեցինք դրա վրա, ու հույսներս դրեցինք բանակ, համաձայն եմ, անվտանգային գլխավոր խնդիրները բանակինն է, բայց մի մոռացեք, որ անվտանգությունը կախված է նաև ինֆորմացիոն դաշտից, որը դու ունես, պետականորեն դու ունես դա։ Մենք չարեցինք, եւ դրա համար իհարկե հարցը կգնար նաև Մեղրիի հետ փոխանակման խնդրին, փոխանակել Մեղրին Արցախով, բայց մենք մոռանում ենք, որ այդ պարագայում Արցախը մենք շատ ավելի շուտ կտայինք, քան որ տվեցինք, որովհետև եթե չունենայինք սահման, ասում եմ, պատերազմի ժամանակ մենք շատ պարզ տեսանք, որ զինամթերք չմտավ Վրաստանից։ Ես արդեն կրկնվում եմ, վրացիներին ես չեմ մեղադրում։ Փոքր պետությունը իր խնդիրներն ունի, ինքը իր հարցերն է լուծում, ուրիշ հարց է, որ հետագա կյանքում, եթե ես պետության ղեկավար լինեի, բնականաբար ես Վրաստանի հետ շատ մոտ հարաբերություններ պիտի անեմ։ Շատ մոտ, պատկերացրեք այնքան մոտ, որ երկու անգամ հարազատ եղբայրները չունենա այդ մտերմությունը, իրար նկատմամբ վստահությունը, որտեղ մենք երկուսս էլ նույն թույլ կարգավիճակի մեջ ենք։ Վրաստանը փաստորեն լավ, դրա մենք անդրադառնանք արդեն ինչ-որ դա այլ հարց է։ Ես հիմա չեմ ուզում այդ հարցի մեջ թաղել։ Ամեն դեպքում այս ձեր ասելով այնպես է ստացվում, որ մեր մտքի ծայրով նույնիսկ այս փոխանակման ծրագիրը կամ պլանը չպետք է առաջանար։ Այո, իմ համար դա այդպես է, որպես ռազմաքաղաքական մարդ, որը գիտի ինչ նյութեղեն էր անհրաժեշտ, ինչ թիկունք էր անհրաժեշտ բանակին, հենց պարենային թիկունք որպես, թեկուզ պարենային թիկունք էր անհրաժեշտ, մենք չունեինք, դա ակնհայտ փաստ է, ու ով կարծում է այլ կերպ, թող կարծի այլ կերպ, ես ասում եմ, որպես ռազմաքաղաքական մարդ, ես դա լավ տեսնում եմ, ու հասկանում եմ, որ Մեղրին երբեք պետք չէր տալ, դա իմ համար, ամեն դեպքում անորոշ է իրավիճակը, անորոշ է այս հարցերի հետ կապված քննարկումները հենց բուրըն սկսվեցին այն ժամանակ, երբ այդ փաստաթղթերի մասին կառավարության կայքեջում արդեն դրվեցին փաստաթղթերը, պարոն Մինասյան, Սերժ Սարգսյանը փաստորեն նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, տեղյակ եք այդ մասին, էլի ըստ այդ հրապարակած փաստաթղթերի, եւ նամակում կարևորագույն շեշտադրումը դրված է, որ սպառազինությունների անհավասարակշռություն է նկատելի լինում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։
Ինչ կարծիք եք, այդ նամակը ուղղակի հայտարարություն էր, թե Սերժ Սարգսյանը հենց դիվանագիտությանն էր կոչ անում, որ այս ուղղությամբ պետք է շատ աշխատել, որտեղ իրոք նկատվում էր, որ Հայաստանը փաստորեն ամրագրում էր, որ Ադրբեջանը զինվում է, իր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն էր, այդ մասին ասվում էր, ինչ է նշանակում այս նամակի ռեալ բովանդակությունը եւ էությունը ինչու է կայանում։ Կարծում եմ, սա քաղաքական ենթահարթակ ունի, հենց Սերժ Սարգսյանի համար քաղաքական ենթահարթակ ունի, բայց որ դրա մեջ իրականությունն էլ կա, դա ակնհայտ փաստ է։ Եվ այո, առաջանում է նժարների անհավասար իրավիճակ։ Դա նկատի ունեմ զենքի, զինամթերքի պարունակության համար։ Իհարկե, տեսեք, ես ընդհանրապես ռազմագիտությանը նայում եմ այլ աչքերով։ Իմ համար պատերազմը, ռազմական մոտեցումը, ընդհանրապես ռազմարվեստը, որտեղ ես ռազմական գործը համարում եմ դա մեծագույն արվեստ, դա արվեստների արվեստն է։ Ես ոչ նրա համար, որ ես ոսկե մեդալով ակադեմիա եմ ավարտել, դուք չկարծեք, ուղղակի պատերազմները տեսնելով, քննարկելով իմ ընկերների հետ, ինչա կատարվել, որտեղ մենք տանուլ տվեցինք, որտեղ շահեցինք, ես հստակ ասում եմ, որ մենք ոչ միայն պետք է ռազմատեխնիկայի վրա ուշադրություն դարձնենք, մեր առաջի խնդիրը, որ պիտի լինի, դա ռազմամթերքի խնդիրն է։ Ռազմամթերքը պիտի արտադրվի Հայաստանում, եւ եթե ուզում եք իմանալ, 100%-անոց պիտի արտադրվի։ Գնեցիր Ֆրանսիայից ինչ-որ բան, գնեցիր Հնդկաստանից ինչ-որ բան, դրա փոխարինող այդ պահեստամասեր կուզեք ասեք զինամթերք, ինչ ուզում եք ասեք, այդ բոլորը պիտի արտադրվի Հայաստան երկրում, որովհետև մենք չգիտենք, այդ տեսեք, հարցը գնում է Մեղրի, Վրաստանի ճանապարհի փակում, երկու կողմերում սահմաններ, որոնք բնականաբար թույլ չեն տալու Թուրքիա եւ Ադրբեջան, հետեւաբար ռազմամթերքը պիտի արտադրենք մենք ինքներս։ Սա առաջի որոշակի հարցն է։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հարցը ինչպես պետք է լուծենք, եթե մենք ենք արտադրում։ Հումքը մենք ունենք։ Կներեք, հումքը մեր մոտ ավելի է, քան անհրաժեշտ է մեզ։ Մենք այստեղ այդ սկսած զինամթերք, որ ասում եմ, ես նկատի ունեմ հենց փամփուշտները, սկսած պղնձից, մի խոսքով մենք ամեն ինչ Հայաստան երկրում ունենք։ Այստեղ խնդիրը դրա կարգավորման, ոնց պիտի կարգավորենք, ինչ ճիշտ ճանապարհներով պիտի տանենք, որ մինչև վերջ հասցնենք այս բոլորը, դրա մասին է խոսքը։ Եթե դա արեցինք, մենք ապահոված կլինենք։ Իսկ ինչ վերաբերվում է, որ Սերժ Սարգսյանը դիմել է, որ նժարային անհավասարություն կա զենք զինամթերքի մեջ, ճիշտ է արել, որ գրել է, բայց ես իր ասացի մեջ նաև տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, ինք իրեն բարձրացնելու բանա տվել, բայց լավ արի, թող բարձրացնի, բայց թող արվի նաև գործը։ Իմ համար Հայաստանի հզորությունն է, նշանակություն չունի, դա կլինի քաղաքական հարթակի ենթատեքստ, դա կլինի ռազմական հարթակի ենթատեքստ, կարևոր չէ, կարևորը մեր հզորացումն է, մեր պետության հզորացումն է եւ ճիշտ քայլերի հետագա շարունակությունը։ Պարոն Մինասյան, եթե ամփոփենք ընդհանուր այնտեղ առաջարկվեց նաև որ պետք է Քիվեստի փաստաթուղթը ընդդիմությունը պահանջում է որ հրապարակվի, իշխանությունը ասում են այդ փաստաթուղթը չկա, ասում են որ 2019 թվականի եղել է լավ առաջարկ, Արցախը կմնար եւ այլն, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է, եթե այս ամբողջը ամբողջացնենք, արդյոք այս փաստաթղթերը հիմա ժամանակներ հրապարակելու եւ սրանք են այն հիմնական կարևորագույն խնդիրները, որ կանգնած է Հայաստանը, եթե ընդհանուր ամբողջ գլոբալ առումով մարտահրավերները դիտարկենք։ Ինչ է փոխում այս փաստաթղթերի հրապարակումը, ինչ է փոխում։ Ով պետք է դավաճանասի, թե ով պետք է լեզվախաղ, հավատացեք լեզվախաղ։ Մենք ընկել ենք դատարկ խոսակցությունների գիրկը։ Այս պայմանագիրը էսպես եղավ, այս փաստաթուղթը, որը ոչ մի բան չէր տալու։ Կամ փաստաթուղթը չկա, գոյություն չունի մակարդակով դա։ Գոյություն էլ չունի։ Ես անձամբ չեմ կարդացել, ես անձամբ չեմ տեսել։
ուսումնասիրել եմ, ուզեցել եմ տեսնել, գտնել, հասկանալ ինչա կատարվում, բայց միևնույնն է, ես ինչի այդքան շատ չեմ լացում այդ հարցի շուրջ, որովհետև հասկանալի է մի բան, դրանք թղթեր են, պայմանագրերը միշտ խախտվել են, ու միշտ խախտվում են, ու պիտի խախտվեն, պայմանագրերը դրանք ձևական մաս են, ընդամենը ձևական մաս են, դու պիտի ուժեղ լինես, դու պիտի հզոր լինես, դու պիտի արժեք ունենաս, որպեսզի քո դարդը լաց լինես, եղունգ ունես գլուխդ քորի, ժողովրդական այդ խոսքը պատահական չի, եղունգ ունես գլուխդ քորի, դու ուժեղացի, տենամ այդ փաստաթղթերը, այդ պայմանագրերը անգամ, փաստաթուղթ էլ չասեմ, պայմանագրերը, ինչ են տալիս, ոչինչ էլ չեն տալիս, դրանք ինքնախաբեություններ են, սովետական միության ժամանակ ես դպրոցում հիշում եմ, որ սովորացնում էին, որ Գերմանիայի հետ սովետական միությունը պայմանագիր ուներ չհարձակվելու, ինչ եղավ, ծավալուն մի պատերազմ դրան հետևեց, այսինքն ու նման դեպքեր ահավոր շատ կարելի է մի սենյակ միայն այդպիսի աշխարհում եթե նայենք այդ պայմանագրերն ու թղթերը կհավաքենք վերջ տանք արեք այս դատարկ խոսակցություններին մեզ անհրաժեշտ է ուղղակի մոտենալ մտքով մեր միտքը պիտի ճիշտ աշխատի որպեսզի կարողանանք լինել հզոր եւ կարողանանք բանի տեղ անցնել գիտեք մենք պիտի խաղաքարտի կարգավիճակից անցնենք խաղացողի կարգավիճակ այս ներքին գզվրտոցը դրանց վրա ազդում է թղթերի այո թեկուզ այդ բանակցությունների մասին այդ հրապարակումն անել այս ընդդիմադիրների եւ կառավարության իշխանական կողմի դրանք իզուր լեզվախաղեր են բայց դա թույլատնում է մեզ դրսի համար դրսի համար թույլատնում է իհարկե դուրսը գիտեք կներեք հիմա նույն Ադրբեջանը նայում է մեր վրա ու ինչ է տեսնում ինքը տեսնում է որ մեր մոտ գզվրտոց բառի իմաստով եւ պարզ չի այդ գզվրտոցը ներսում է այսինքն եթե իմ ասենք չի աշխատում երիկամս ինքը հասկանում է որ իմ երիկամը լավ չի աշխատում այսինքն մենք ներսում արդեն ես իմ ներսում խնդրեմ ունեմ պարզ չի որ ես թույլ եմ Նիկոլ Փաշինյանն ասում է որ թոք էր Արցախը Հայաստանի իշխանությունների համար Հայաստանի համար ընդհանրապես չէ Արցախը շատ անհրաժեշտ էր ես Մոնթեի խոսքերին գամ որ Արցախը մեր վերջի էջն է պատմության հայոց պատմության նկատի ունեմ ես դրան համաձայն եմ Արցախը անհրաժեշտ էր բայց ամեն անհրաժեշտ բան դու պիտի կարողանաս պահել եթե դու քո կնոջը հագցրել ես ականջող ոսկյա գեղեցիկ ինչ որ ականջող կամ չգիտեմ ինչ որ մի զարդ դու պիտի ունենաս հնարավորություն այդ բոլորը պաշտպանելու Եթե դա դու չունես, դու իրավունք էլ չունես, որովհետև վերցնելու են քո ձեռքից։ Բայց հավասար նժարների վրա է դնում եւ ասում է Հայաստանը եւ Ադրբեջանը ճահճում էին այդ ամենի պատճառով։ Դա իր տեսակետն է։ Նկատի ունենալով Դա իր տեսակետն է, իմ տեսակետը այդպես չի։ Մենք պարտավոր ենք պահել Արցախը։ Մենք պարտավոր ենք պահել Արցախը, ես այդ մտքին եմ եւ գիտեք, ես պիտի ասեմ անընդհատ ժամանակաշրջանները փոխվում են պատերազմները փոքր երկրներից չի որ սկսում են փոքր երկրները պատճառներ են լինում պատերազմներ սկսելու մենք անգամ գիտենք որ այն Տրոյա բան ֆիլմերը որ նայում ես կնոջը գողացան պատերազմ սկսեց ասենք չէ կերներ արեք վերջ տանք ես բոլորը մի խնդիր կա որը մենք միշտ պիտի մեզ ականջի օղանենք ունենալ ուժեղ բանակ, ունենալ ինֆորմացիոն, ուժեղ դաշտ, որով կարող ես դու փոխանակման պարագայում եւ զենք վերցնել, եւ զինամթերք վերցնել, չնայած զինամթերքը արդեն ասի, դա մեր գործը պիտի լինի։ Այնպես որ արեք հույսներս դնենք ինքներս մեր վրա։ Ոչ թե այդ կնքված, ստորագրված փաստաթղթերի կամ գոյություն ունեցող, չունեցող, ասում եմ այդ փաստաթղթերը ես շատ եմ փնտրել, անգամ իմ ընկերներին խնդրել եմ բան, որ մի հատ փնտրեն, գտնեն, ոչ մեկս ոչ հիմա չեն գտել, այնպես որ լեզվով լալա ասել, ոչ մի բան չի փոխում, դա ընդամենը լեզվի է, դատարկ օդի տատանումներ են դրանք։
Պարոն Մինասյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի ներողություն, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Մինասյան, ամեն դեպքում կտեսնենք այդ փաստաթղթերի հետ կապված ինչ զարգացումներ տեղի կունենան, ամեն մեկը փորձում է իր հիշողությունը, իր փաստաթղթերը, ձեռքի տակ եղածները, այդ ամեն դեպքում դա ոչ թե առողջ ըստիս չունեմ այդ այսինքն չունեմ իրավունք դրա մասին իմ սեփական կարծիք ասել, բայց որպես քաղաքացի ակնհայտ է, որ պետք է հասկանաս ում հավատալ եւ ում չհավատալ, դեռ այդ անորոշությունը հասարակության մեջ կա։ Եկեղեցի պետություն այս լարվածությունը ուր է տանելու։ Դեկտեմբերի 7-ին երկրաշարժի փաստորեն օրը 7 վերքի եկեղեցում եղավ Նիկոլ Փաշինյանը, պատարագը մատուցվեց, գյումրեցիների վերաբերմունքը մենք տեսանք, հիմնականում ասում են, որ այնտեղ մայրաքաղաքից գնացածները Նիկոլ Փաշինյանի հետ մտան եկեղեցի, գյումրեցիները մերժեցին նրա այնտեղի այցը։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է պետական օրհներգ եւ դրոշ եկեղեցում, ընդհանրապես ինչ կարծիք եք, այս գործընթացները ճիշտ ուղղությամբ են գնում, թե դրանք ինչ որտեղ սխալ են եւ ավելի շատ պառակտում են նորից հանրությանը։ Գիտեք, դեռ ժամանակներ առաջ, երբ որ ես սովորում էի, այդ ժամանակ դուք գիտեք, որ սովետական միության ժամանակահատվածն է եղել եւ սովետական միությունը քարոզում էր աթեիզմը։ Այստեղ իհարկե հարցերը շատ տարբեր էին։
հարցը միայն նա չէր, որ աթեիզմը ինչի քարոզվեց։ Աթեիզմը քարոզվեց Սովետական Միությունում զուտ նրա համար, որտեղ տարբեր դավանանքի ազգություններ կային, փոքրիկ ցեղախմբեր անգամ կային, եւ անհրաժեշտ էր, որ սովետական ժողովուրդը հավատար մի բանի։ Եվ իրենք այդ Պարտիա Լենին դրեցին Կամսամոլ։ ապրեք, պարտիա Լենին Կամսամոլ այդ միտքը դրեցին աթեիզմով ցույց տալով, որ պետք չի անպայման կարգով հավատալ։ Հիմա երկրորդ մասը կար։ Մեզ սովորեցնում էին նաև, որ եկեղեցին առաջներում ստեղծված է եղել, որպեսզի կարողանան, ասում էին, որ ժողովրդին կեղեքում են եւ այլ, եկեղեցին ինքը հարկահավաքություններ է անում, ունի սեփական տարածքներ, հիշում եք այդ հատվածը։ Հա, դա էլ կար։ Բայց եկեղեցին ուներ մեկ այլ շատ կարևոր անելիք։ Դա միասնությունն էր։ Տեսեք, բոլորը խոսում են միասնություն, այդ միասնության գործը ավելի շուտ եկեղեցունն էր, որտեղ պետությունը ինքը կառավարման համակարգ է։ Ընդհանուր առումով պետությունը դա ցանկացած ազգի, եթե այնտեղ մի քանի ազգեր կան, ասենք ժողովուրդներ անվանենք այդ պարագայում, այդ ժողովուրդների միացման հնարավորություն էր տալիս, համատեղ գործունեության հնարավորություն էր տալիս։ Հիմա հարց, ինքներս մեզ տանք, անհրաժեշտ էր դա, թե ոչ, դա իհարկե անհրաժեշտ էր, որովհետև հոգևոր սեր պիտի լիներ դեպի սեփական ժողովուրդ։ Եվ ներքին կայունություն։ Այո, հոգևոր կայունություն պիտի լիներ։ Չէ՞ որ մարդը կայունանում է երբ որ հոգևոր խնդիրները իր մոտ լուծված է, երբ որ ինքը հավատում է ինչ-որ բանի, դա կլինի, չգիտեմ, սիրո է հավատում, սիրում է ինչ-որ մեկին, սիրում է անհատի թե Աստծո, բայց կա դա կա, եւ եկեղեցին շատ կարևոր, մենք հիմա ինչի ենք մեր կազմակերպության կարգախոսը դրել ներել, սիրել, արարել, որտեվ երբ դու կարողանում ես ներել, դու սիրում ես եւ կարողանում ես արարել, գործ անել։ Հիմա մենք պարակտվեցինք։ Ես օրինակի համար այստեղ մեղադրում եմ պետությանը, ավելի շատ, քան եկեղեցուն։ Չնայած եկեղեցին էլ իր բարդությունները ունեցավ։ Ասում են առիթը եկեղեցին, այսինքն առիթը Բագրատ Սրբազանի շարժումը եղավ, երբ նրանք քաղաքական դաշտ մտան եւ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մի խոսքով շարժումն էր պատճառը։ Շարժումը գուցե պատճառ էր, բայց դա հետևանք էր ժողովրդական պահանջի։ Դա Բագրատ Սրբազանի չէր, ժողովուրդը պահանջում էր, որպեսզի ավելի իր ուզած երկրում ապրել, գուցե իր ուզած երկիրը այլ տեսլական էր, որին ինքը չհասավ եւ Բագրատ Սրբազանը չլիներ։ Դա որն էր, որ եկեղեցին, այսինքն վեհապարը պետք է խոսեր Արցախի շրջափակման մասին, պետք է խոսեր պատերազմի մասին, այո, պետք է խոսեր մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի։ Այո, հենց էլ այո, պիտի խոսեր եւ մարտի 1-ի մասին, եւ Արցախի շրջափակման մասին, եւ պիտի ոգևորեր, հոգևոր շունչ տար այդ մարդկանց։ Ես ու դուք մենք չենք կարող հոգևոր շունչ տալ։ Պիտի շունչ տրվեր, դա արդեն գիտեք, եկեղեցին պետական կառավարման երկրորդ հարթակ է համարվում, հոգևոր կառավարման հարթակ է համարվում։ Եվ այդտեղից պիտի գար այդ շունչը, վեհությունը, ուժը, պայքարելու միտքը, ազատության միտքը։ Այդտեղից պիտի գար, բայց իհարկե չեղավ, ժողովուրդը ընկրկեց եւ հետ շարժվեց, ոգևորողը չեղավ, իհարկե պետական այրերը նույնպես իրենց գործը չարեցին, դա ակնհայտ փաստ է, չարեցին, եղավ այն, ինչ եղավ։ Հիմա վերադառնանք նրան, թե պետությունը ինչ է անում։
նախ պիտի մենք ինքներս, ես օրինակ, ասենք, եկեղեցին չեմ ուսումնասիրել ներսից ինչ կանոնակարգերով, ինչ որ Փաշինյանն է ասում, Նիկոլ Փաշինյանը արդեն նոր կանոնագրքի մասին է խոսում։ Ինչ կանոնակարգով է շարժվում, ասինքն հարկային դաշտի հետ, ինքը փաստեց, ես նայել եմ ելույթները, փաստեց հարկային դաշտի բերելու, վերադարձնելու, այսինքն Արտոնություններից են օգտվում։ Արտոնություններից ոչ ոք իրավունք չունի պետության մեջ օգտվելու։ Բայց դա կարելի էր նաև աչք փակել, որը փակվել էր մինչ այդ։ Կարելի էր, եթե զգայինք, որ եկեղեցին իր պարտականությունը, հոգևոր դաստիարակության պարտականությունը կատարում է, որովհետև եթե կրթությունը կատարում է գիտելիքների, գիտության, չէ, դաշտը, ապա հոգևոր դաշտը հիմնականում պիտի փակի հենց եկեղեցին։ Այսինքն պիտի լինեին հոգևոր դպրոցներ երիտասարդ երեխաների համար, հոգևոր դպրոցներ պատանիների համար, վերջին հաշվով աստվածավախության խնդիր պիտի լիներ։ Եվ գիտեք, ես այս բոլորը որպես քաղաքացի չտեսա։ Այսինքն բաց է թողնվել այդ իր առաքելությունը, որ պետք է աներ։ Այո, հենց էլ այդպես, հենց այդ բառերով առաքելությունը բաց էր թողնված։ Եվ պատահական չէ, որ ես տեսնում եմ, ասենք, տարբեր եկեղեցիներ, ասենք, ավետարանչական կլինի եւ այլ, իրենք քարոզներ են անում։ Ամբողջ Հայաստանում քարոզներ են անում։ Փողոցներում են քայլում, քարոզում։ Հա, ես փողոցում չեմ տեսել, բայց ես եկեղեցիների մասին չի խոսքը, նույնիսկ աղանդները կան մի խոսքով։ Փողոցում էլ են աշխատում, տեսնում ենք։ Հա, ես դա չեմ տեսել, բայց կարևոր չի։ Ես տեսել եմ շրջաններում, ասենք հանգստի վայրերում, մեծ տարածքներում, ինչպես են իրենք տարածքներ վերցնում, ինչպես են դե հոգևոր դաստիարակության քարոզ անում, բայց այդ հոգևոր քարոզը պիտի մեր առաքելական եկեղեցին պիտի անի։ Դա մեր պարտականությունն է դա անելը։ Իսկ տեսեք, երբ որ գնացին, ասենք, եկեղեցու դեմ պետությունը գնաց, որը ես անընդունելի եմ համարում, եկեղեցուն ինքը այլ լծակներ պիտի ունենա։ Իշխանությունը ասում է մենք եկեղեցու դեմ չենք, մենք այն մարդկանց դեմ ենք, ովքեր այդ եկեղեցում սրբորեն չեն պահպանում։ Դե այ հենց այստեղ էլ նայեք, երբ որ ձերբակալվում էին որոշ եկեղեցականներ, ուշադիր նայեք, կողքը հազարներ էին հավաքված, չէ։ Կողքը հավաքված էին 100 մարդ, տասնյակներ անգամ, տեղեր կար տասնյակներ, այդ 10 ձերբակալություններ, բան որ եղավ։ Սա ինչի մասին ասում։ Պատահական է դա։ Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի այդ պատարակները հաջողում են մարզերից մարզ քաղաքից։ Այո, նաև դա է պատճառը։ Այո, նաև դա է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ծոծրակը կտեսներ, ինքը չէր տեսնի պատարակներ այդտեղ, ժողովուրդը կնդվզեր, բայց այն սրա մասին է խոսքը, և հենց ասեմ, եթե հոգևոր դասը այդ որակի մեջ լիներ, երբեք նրան չէին կարող ձերբակալել, երբեք, դա անհնար էր։ Ժողովուրդը թույլ չէր տա։ Ժողովուրդը թույլ չէր տա, դա անհնար էր, որ լիներ այդպես, բայց ժողովուրդը թույլ տվեց, ասում եմ, տասնյակներ էին հավաքում, 100 հոգիներ, որոնք վիճակի չէին ազգային անվտանգության, ասենք, աշխատակիցների առաջ պաշտպանելու իրենց եկեղեցականին, որովհետև գալիս է նորից նույն խնդիրը, արդյոք աշխատեցինք մենք ամռանը, որպեսզի չմրենք գործերի արդյունք։ Այո, մենք ամեն ինչում, ես ստեղ հարց միայն եկեղեցին չի, ընդհանուր Հայաստանի ժողովրդի դաստիարակության խնդրի մասին է։ Միջայլոց ես միշտ ասել եմ, ես տարբերակում եմ դաստիարակությունը կրթությունից։ Կրթությունը դա գիտելիք է, կրթությունը դա հնարավորություն է տալիս մարդուն վաղը դառնալու գիտնական, լինել ինֆորմացված, ունենալ գիտելիքներ, բայց դաստիարակությունը դա այլ խնդիր է, դա իսկապես հոգևոր դասի խնդիրն է,
ու նաև պետության։ Հիմա Ինչի՞ չէ, օրհնելը նաև դրոշը։ պետության, ամեն ինչ չուղարկենք հենց բանի եկեղեցու վրա։ Պետությունն էլ չի արել իր գործը։ Ակնհայտ փաստ է, որ չի արել։ Իսկ հիմա օրհնեքը եւ դրոշը ինչ կտան, եթե Նիկոլ Փաշինյանը առաջարկում է։ Գիտեք, ես հետեւյալը ասեմ։ Ես կարծում եմ, չեմ ասում, որ եկեղեցին ինքը առանձին կառույցա պետության մեջ այդպես շանվանեմ, բայց ես մի բան գիտեմ, եկեղեցու տարածք մտնելից, այդ սահմանը մտնելուց դու պիտի արդեն հոգևորվես, դու պիտի մտնես հոգևոր կերպարի մեջ, որտեվ քո համար, եթե մտել ես այնտեղ, դու ունես Աստված, որին պիտի հավատաս, եւ դա հեչ կարևոր չի, դա կլինի առաքելական եկեղեցի, դա ուղղափառ եկեղեցին կլինի, հեչ կարևոր չի։ Իմ ջերմից որ ուղղափառ եկեղեցի ասեցի, դուք տեսաք վրացիները ոնց իրենց եկեղեցու ներկայացուցիչներին ենթարկվում էին։ Դուք դա տեսաք հեռուստացույցով, ես էլ տեսա։ Այսինքն նրանք ավելի շատ են աշխատել, քան մերոնք։ Այսինքն հիմա մտավ տարածք, այնտեղ պիտի եկեղեցու զանգերը հնչի, կամ պիտի եկեղեցական շարականներ հնչեն։ Դες թող դրան զուգահեռ նաև լինեն։ Չեմ կարծում, որովհետև հոգևորը երբեք պետք չի խառնել պետականության հետ։ Այդ խառնաշփոթ պիտի չստեղծենք։ Ես համամիտ չեմ դրան։ Հեչ համամիտ չեմ։ Դրսում թող լինի դա։ Հրապարակում թող լինի դա։ Հիմնարկների առաջ թող լինի դա։ Գիտեք, ոնց են ամերիկացիները իրենց տան առաջ են դնում դրոշը։ Եվ անգամ ես ներկա եմ եղել Միացյալ Նահանգներում եղած ժամանակ ներկա եմ եղել, տեսել եմ ինչպես են համբյուրում իրենց դրոշը։ Իրանք աստվածացնում են իրենց դրոշը։ Այնտեղ նույնպես որ ասեմ եկեղեցուն այդպես շատ հավատացողներ կային, չէ։ Այսինքն ճիշտ աշխատելու դեպքում դրա անհրաժեշտությունը չկա, պետք է երկու կառույցները ճիշտ աշխատեն եւ այո, երկու կառույցն էլ աշխատել են ոչ համագործակցված։ Համագործակցություն իրենց միջև չի եղել եւ այստեղ մեղադրել եկեղեցուն չի կարելի։ Իսկ եպիսկոպոսատ ժողովը ինչի է հետաձգվում, թեև հայտարարություններ արվեց, որ բռնաճնշումներ կան երկրի այս ճիշտն ասած ներսից չգիտեմ այդ գաղտնիքները, եկեղեցու գաղտնիքները իսկապես ներսից չգիտեմ, դա խոսենք այն արտաքինն ինչ որ տեղի ունենում, վարչապետի հետ հանդիպեցին, որոշ հոգևորականներ նրանց էլ պիտակավորեցին, դավաճան, այս գիտեք, այսպես ասեմ, իրենց մոտ վախի մթնոլորտ է ստեղծվել։ Ում կողմից, կաթողիկոսի թե պետության։ Եվ հաջորդ կողմն էլ կաթողիկոսն է։ Կաթողիկոսից վախենում են, որ իրենք անդամ, ասենք, կլուծարվեն, կարգալույծ կլինեն։ Պետության կողմից էլ, որ տեսնում եք, ձերբակալությունները ակնհայտ կա։ Եթե արդեն մերժել մենք չենք կարող։ Այսինքն երկկողմանի վախ առաջացել։ Ցավը հենց իմ ցավը անձամբ նրա մեջ է, որ մենք ուզում ենք վախի ազդեցության տակ որևէ բան անել։ Մենք չենք ուզում սիրո ազդեցության տակ անել, փոխադարձ ներողամտության ազդեցության տակ անել։ Իսկ երբ որ եկեղեցին ու պետությունը միանային, գիտեք դա ինչ հզոր հայրենիք պիտի լիներ։ Այդ ժամանակ մենք կունենայինք Միացյալ Հայաստան, միացում, Չարենցյան այդ խոսքերը, որ իմաց քո փրկությունը քո միասնության մեջ է, այդ խոսքերը կարդարանային, կաշխատեին։ Պարոն Մինասյան, զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես հարց ունեմ ձեզ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ինգորական բան ուզում եմ համացանցում մի հատ մյուս տարածված, որտեղ նախքին հոգևորականը պարզում է, որ ինքը հրյա է եւ ելույթ է ունենում, ասում է ձեր կրոնը սխալ է, դուք պիտի ընդունեք հրյաների կրոնը։ Եվ ասում է դրա համար պետք է դուք հետևեք Նիկոլին Կճոյանի։ Այսինքն հետևություն չի կարելի անել, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է հրյաների ծրագիրը Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ հարցի համար։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ամեն ինչ կարող ենք ենթադրել։ Ամեն ինչ։ Դա ամեն մեկիս մեջ է։ Ոնց ենք մենք մտածում։ Գիտեք, մենք գուցե մեր համար
մտածում ենք արդարաբար, բայց ճշմարտությունը այլ տեղում է։ Դու կարող ես 100%-անոց քեզ համարել արդար, բայց ճշմարտությունը այլ տեղում լինի։ Այսինքն, որ Նիկոլ Փաշինյանը հետևում է եվրեների ասացին, դա ես չեմ համարում ճշմարտություն։ Կարող է դա քո մեջ, իմ մեջ, ես համարեմ արդար, որ այո, արդար է, որ ինքը տենց է մտածում։ Ես այդպես չեմ համարում։ Ես նորից եմ ասում, ամեն անգամ ես որևէ բան ասելիս պիտի ինձ հարց տամ։ Ինչքանով է իմ արդարությունը, որտեղ ձեր արդարությունը այլ է, երրորդինը այլ, բայց ճշմարտությունը միայն մեկն է։ Ճշմարտությանը ինչքան է դա մոտ կանգնած։ Գաղտնիքը սրա մեջ է։ Հատկապես ինչպես դուք ասացիք, հիմա ինֆորմացիոն պայքարել է գնում եւ պետք է թաց չորից կարողանան անպայման թաց չորից պիտի կարողանանք տարբերակել։ Եվ գիտեք հիմա այստեղ եթե վերադառնանք նրան, որ Հայաստանում օրինակ ես գիտեմ ՀԿ-ներ, ազգային փոքրամասնությունների ՀԿ-ներ, սկսած հենց իսրայելական, եվրեական, ասենք տարբեր ռուսա, ամեն ինչ կա, ուկրաինական, ասորիներ, ամեն ինչ կա։ Եվ հիմա ասել, որ ինքը իրավունք չունի լինելու հայկական եկեղեցու ներկայացուցիչ, կամ ինքը իրավունք չունի լինելով անգամ այլ կրոնի դավանանքի տեր, ասելու իր կարծիքը միշտ ասվելու իրավունք ունի։ Այ խնդիրը նա է, այդ ասելիքը մենք կապրեցնենք, թե այն կմարի։ Եթե արդար եղավ, ճշմարիտ է եղավ, բնականաբար նա չի մարի, նա կաշխատի։ Եթե ճշմարիտը չեղավ, նա միևնույն նա մարելու է։ Այդ քնջուկը ինչպես պետք է հանգուցալուծում ունենա, պարոն Մինասյան։ Ամեն դեպքում հույս ունեի, որ դեկտեմբերի 10-ի այդ եպիսկոպոսատ ժողով ինչ որ փուլի կավարտին կմոտենանք, բայց եթե հետաձգվում է անորոշ ժամանակով ընդ որում, սա որ է տանելու։ Ես կարծում եմ անպայման կարգով այստեղ արդեն այլ ընտրանք չկա։ Վեհապարը եւ երկրի վարչապետը պիտի հանդիպեն, անպայման պիտի հանդիպեն, գան պայմանավորվածության, որտեվ ազգային միասնությունը այս պարագայում կախված է միայն իրենցից, այսինքն իրենք իրար պիտի ներեն, որտեվ ես եմ, գուցե սխալ եմ նկատում, ես չգիտեմ, ես տենց չասեմ, որ ես ճիշտ եմ, ես տեսնում եմ թշնամանք անգամ, ազնիվ ասեմ, իմ մոտ այդպիսի տպավորություն է ձևավորվում, որ իրենց մեջ թշնամանք կա, եւ այդ թշնամանքը ազդում է մեր վրա, սովորական քաղաքացիներից վրա է ազդում։ Ինչի պիտի այդպես լինի։ Տեսեք, Ալեն Սիմոնյանն ասեց, որ հաջորդ պատարակը գուցե գնան Մայրաթոլ։ Դա ձեզ համար ինչ որտեղ վտանգավոր քայլ է։ Գիտեք, ես նոր մի փոքր առաջ ասեցի, որ եթե եկեղեցին ճիշտ աշխատած լիներ, անգամ Լենինականում Շիրակի թեմում մենք պիտի չունենայինք, այդ 7 վերքում չպիտի ունենայինք, ժողովուրդը պիտի ընդվզեր։ Բայց ես հիմա շատ լուրջ կասկած ունեմ, որ եթե անգամ էջմիածություն լինի, չի հավաքվելու, գոնե ասենք մի, չգիտեմ, 10,000 մարդ չի հավաքվելու, որպեսզի ընդվզի այդ խնդիրը։ Չնայած ես միշտ կողմնակից եմ, որ ցանկացած հանգույց, դա կլինի այդ հանգույցը եկեղեցու հանգույց, հասարակական կազմակերպության, կուսակցության, թե պետությունների միջև պիտի միաբանված լինի։ Ինչ վերաբերվում է իմ կարծիքին, ես ուղղակի խնդրեմ իրենց, ուղղակի խնդրում եմ, տեսեք հիմա էֆիրա, միաբանվեք, որտեղ ժողովրդին չի կարելի այսպես երկճեղքված, պատրվածք ենք առաջացրել մենք մեր մեջ, չի կարելի, սա ընդունելի չէ, իրար հետ դեմ արդեմ նստեք, խոսեք, որովհետև միշտ եկեղեցին դարերի ընթացքում եղել է պետության օգնականը, եղել է հոգևոր հարթակը, որտեղ պետության ասվածը բացատրվել է եկեղեցու կողմից։ Եթե անգամ պետությունը ուզեցել է պատերազմի, ժողովուրդը վախեցել է, եկեղեցին համոզել է, որ պետք չի վախենալ։ Այսինքն
պետություն, եկեղեցի միասնությունը պիտի տեսնենք, որտեղ այդ միասնությունը մեր միասնությունն է, իմ, ձեր, երրորդի, չորրորդի, դա մերն է, մենք ենք դա, մենք էլ ենք երկճեղքվում, երկպառակտվում ենք, եւ այդ պարագայում, չգիտեմ, մենք երբեք ուժեղ չենք կարող լինել։ Այսինքն մեր ուժն է երկճեղքվում։ Այո, մեր ուժը երկճեղքվածք է ստանում։ Ուժի մասին խոսեցինք եւ պարոն Մինասյան, քանի մեր ժամանակը դեռներում է, ուզում եմ մի հարցի մասին նաեւ խոսել, այսօր ուզում եմ նաեւ լավ բանի մասին խոսենք։ Այն որ դպրոցներ են կառուցվում, մանկապարտեզներ են կառուցվում, այդ ամենը մենք տեսնում ենք։ Յուքոմը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը։ Երեք այս լուրերը իհարկե լսելու, չգիտեմ, ոգևորվեցի, ուզում եմ հասկանալ որքանով են ոգևորվածությունը իրատեսական։ Տիեզերք 1.0 ուսումնական փաթեթները տրվեցին կրթահամալիրներին, մեկը Երիցյանի անվան վարժարանի, մյուսը Արեգնազան կրթահամալիրին։ Այսինքն պետք է աշակերտները սովորեն տիեզերագիտություն եւ ավիատիեզերական ինժեներություն։ Սա ինչի մասն է խոսում, սա արդյոք մեզ ինչ որտեղ հույս է տալիս, որ տեսեք դպրոցներում արդեն հասնում ենք այդ մակարդակին, ընդ որում տեխնոլոգիական կրթություն է սա առաջին հերթին, սա թիմային աշխատանք է։ Ես շատ գոհ եմ, որ այդ միտքը եղավ եւ իրագործվեց, որ հիմա արդեն կա, ես շատ գոհ եմ։ Ընդհանրապես սովորելը միշտ անհրաժեշտ է։ Ես միշտ սովորելու կողմնակից եմ։ Միշտ։ Եվ պարզ ասեմ, բայց այդտեղ ասենք մենք ընդ որում ուսումնական փաթեթի համար իրենք տրամադրելու են իրական արբանյակներ դասընթացներ անցկացնելու համար։ Սա ես ինչ եմ այս հարցը դեռ քննարկում, որտեղ միշտ իմացել եմ, որ դուք եք հակված այս ուղղությամբ, այս կրթությանը։ Գիտեք, առանց կրթության մենք ոչինչ ենք։ Փոքր արհեստական արբանյակներ, փոքր կայաններ, պարաշուտներ։ Այո։ Ես իսկապես երկու ձեռքով ծափահարում եմ, շատ գոհ եմ, բայց կուզեմ, որ այդ կենտրոնները, որ ստեղծվում են, որոնց ֆինանսավորվում են, տարվի մինչև վերջ, որովհետև տեսեք, գալիս են շատ գիտնականներ, ես էլ շատ գիտական խմբեր ունենք։ Մենք 8 գիտական խմբեր ունենք, մեկը մեկից խելոք, իմիջիալոց ես իրենց համարում եմ իմ ուսուցիչներ, որտեվ չնայած կան այնտեղ տարիքով ավելի երիտասարդ, բայց ինչ որ գիտության մասին խոսելիս իրենք բաներ են ասում, որ ես հասկանում եմ, որ ճիշտ է ասում ու ես սովորում եմ։ Շատ հետաքրքիր է, գիտեք, այս տարիքում սովորելը, բայց մի բան, մի խնդրանք, իրենց հենց խնդրանք տանել մինչև վերջ։ Տեսեք, եթե խոսում են Արբանյակին, Մարի Հրաչուհի Պողոսյանին, շատ շնորհակալ եմ, շատ խոնարհվում եմ իրենց կամքի, մտքի, հոգևոր ընթացքի, որ տեսա հոգևոր ընթացք էլա, խոնարհվում եմ, բայց կուզեմ, որ իրենք հետևեն, որ այդ երեխաները ինչ անում են, մինչև վերջ անեն։ Անկամ տեսեք, փոքր ժամանակ, երբ որ մենք փոքր էինք, ես գոնե փոքր էի, մենք sense բաներ ցիցեր էինք անում երկար ու ռակետներ էինք թողում, տակը անգամ բան չունեինք, բառ չունեինք, լուցկի այդ բաները հավաքում էինք, դնում էինք, թռցնում էինք դրանք, ցցեր էինք տնկում, որ ասենք ինքը ուղիղ թռչի բան, բայց ունենում էինք վերջնական արդյունք։ Թեկուզ դա թռնում էր 20 մետր, թռնում էր 30 մետր, բայց ունեինք։ Ես հիմա կուզեմ, որ այդ միտքը իրենք տանեն այնքան, որ գոնե կարողանան մինչև վերջ թրիչկը ապահովեն։ Կիսատ թրիչկը ոչ մեկի պետք չի։ Կիսատ թրիչկը ընկնում է ցեխի մեջ։ Անկամ վազելիս, որ դու վազում ես, ուզում ես ցածկել արվի վրայով, եթե կիսատ ես վազում, ընկնում ես ջուրը կամ ցեխաջուրը։ Ես կուզեմ մինչև վերջ տանեն, որովհետև փոքրից է սկսում ամեն ինչ փոքրից է սկսում։ Այդ փոքրիկ հրթիռները, որ մենք բաց ենք թողում, ես սկսեցի բալեստիկա ուսումնասիրեցի, հետո զգացի, որ դառնում եմ արդեն կամաց նաև զինվորական։ Ես կուզեմ, որ փոքրից աճեցնեն, որտեվ հիմա երբեմն այն օրը մեկը եկել էր, անունը չեմ տալիս, ասում է գնացել եմ կառավարություն, այս թղթերը ինձ հետ են տվել։ Ասում են, չէ, դուք չեք կարող։ Ասում եմ, իսկ դու ինչ այդ մի հատ փոքր մի բան արել ես, որ ապացուցես, որ դա կստացվի, թե չէ դու ուզում ես արտադրել հրթիռ,
Ով քեզ պիտի հավատա, միլիարդների խնդիրը ասում փող չեն տալիս։ Եղբայր դու մի հատ փոքր արա, ասենք արա 100,000 դրամանոց մի հատ փոքրիկ մի մոդել, անգամ նմանատիպը չի, ավելի թույլ մոդել, որի վրա ռադիո լոկացիա չկա, ոչինչ չկա, կարճ ասած, տեխնիկապես զարգացած։ Արեք, ցույց տվեք, որ մարդիկ հավատան, չէ որ արած գործը ու ընդհանրապես մեր ժողովուրդը պիտի հավատա արած գործին, անգամ քաղաքական ասպարեզում պիտի նայես, այդ մարդը գործ արել է, որ հավատաս, թե չէ խոսքով խոսքը տատանում է, դա ընդամենը օդի տատանում է, ոչինչ չարժե, մարդկա խոսքով խոստանում է, այս սենց կանեմ, նենց կանեմ, Հայաստանը հզորության կհասցնեմ, եղբայր մի հատ փոքր հիմնարկում, 3 հոգանոց հիմնարկում Դու արել ես, այդ միասնությունը կա քո ստեղծած հիմնարկում, որ հիմա դու խոսում ես պետության միասնականության մասին, հզորացման մասին։ Կարևորը պիտի կարողանանք գործը մեկնարկել է, ամեն դեպքում ուրախալի լուր է եւ հետեւել։ Ես շատ ուրախ եմ, խոնարհվում։ Եվ մեկ լուր էլ ասեմ ձեզ, ձեր կարծիքը շատ հակիր, մեզ 1 րոպե ժամանակ է մնացել, ավագ դպրոցներում վարորդական տեսական դասընթացներ կիրականացվեն։ Հրաշք։ Դա նույնպես ողջունում եմ, առաջինը դա ես եմ փորձել անել, Մոնտե Մելքոնյան վարժարանը ստանում էր բաներ, վկայականներ, վարորդական, մենք գայի հետ այդ ավտո տեսուչների հետ կապվել էինք, խնդրել էինք, արել էինք ու փորձում էինք անել։ Այո, ամեն մի քաղաքացի ավարտելով դպրոցը պետք է ունենա վարորդական իրավունք թե գիտելիքներ։ Իրավունք, որը նաև գիտելիքներով պիտի պարփակված լինի, բնական, եթե ունի վկայական, արդեն ինքը գիտելիքները կունենա։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Մինասյան, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, հետևենք զարգացումներին, հարկ լինելու դեպքում նորից կհանդիպենք այս հարթակում։ Ներենք, սիրենք, արարենք։ Սա բոլորին այս ուղերձը։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։